Շատերը այսօր ստեղ կանք կառնեմ, շարունակեմ։ Երբ որ ամեն առավոտ մենք արթնանում ենք, հասկացողները հասկացան։ Ամեն առավոտ, երբ որ մենք արթնանում ենք, Աստծո ժողովուրդ ջան, եթե կարելի է մեր տատիկին, մեր մայրիկին տեղ տվեք, որ նստեն։ Երբ որ մենք արթնանում ենք, պարտադիր Աստծո ժողովուրդ ջան, բոլորս շոր ենք հագնում, չէ՞։ Ոչ ոքս տնից չենք ելնում մերկ, բոլորս հագնվում ենք, նոր ենք տնից դուրս գալի։ Բայց թույլ տվեք ասեմ մի կարևոր, շատ կարևոր բան։ Առավել ևս պարտադիր է, որ մենք մեր հոգևոր շորերը հագնենք, մինչ տնից դուրս կգանք։ Ինչ հոգևոր շորերի մասին է խոսքը։ Այսինքն Աստծով սպառազինվենք, մինչև տնից դուրս կգանք, ամեն, որովհետև մենք ապրում ենք չար օրերում և չարի դեմ դիմադրելու համար եկեղեցին յուրաքանչյուր քուրախպերներով մենք պետք է սպառազինված տնից դուրս գանք ամեն առավոտ։ Մենք պետք է հագնենք այդ գլխի, ինչպես են ասում, սաղավարտը, կներեք, սաղավարտը պետք է հագնենք, որը փրկության այդ համոզմում, այդ իրականությունն է, որ երբ որ թշնամին կփորձի դատապարտությունները բերել մեր մտքում, որ ամեն ժամանակ մենք Հիսուսի հետ ապրելով կասկածենք մեր փրկության վրա, մենք նրան իր տեղը ցույց տանք։ Եկեք փառտանք Հիսուսին մեր Հայկո աղբոր համար, որ եկել է Հայաստանից Տերորդնի աղբերս, բարով ես եկել։ Մի հոգի, որ այստեղ չի լինում, հիմա կասեք, միգուցե ոմանք չէ, մենք նկատում ենք, որովհետև Հիսուս, երբ որ Պետրոսին ասաց, սիրում ես ինձ, ասաց հա, երրորդ անգամ հարցեց, ասեց, հոտս առաջնորդիր, այդ հոտը առաջնորդնելը նշանակում է ամեն մի անձ Հիսուսի համար թանկ ու կարևոր է, և եթե Հիսուսի համար թանկ ու կարևոր է, եթե մենք կոչվում ենք առաջնորդներ, մեզ համար է նույն միտքը պետք է ունեն, թանկ է մեզ համար ամեն մի անձ, որ ամեն մեկը կարիք ունի մեր ուշադրության ու մեր հսկողության, որ նրանց հոգիները հսկում ենք որպես առաջնորդներ։ Աստծո ժողովուրդ ջան, շարունակեմ, ամեն առավոտ հագնում ենք, մենք կարևոր է հագնենք սաղավարտը մեր փրկության և հավատքով ապրենք մեր կյանքը, որ մենք փրկված ենք։ Մի թողեք անընդհատ տարբեր ուսմունքներ, տարբեր առաջնորդների կարծիքներ, ձեզի անդադար կարծես ամեն քամուց քշեն։ Մի օր արթնանաս փրկված ես, մի օր արթնանաս փրկված չեմ, որտև ես եղբայրը էսի քարոզեց, ուրեմն հաստատ ես փրկված չեմ։ Համոզմունքդ առ Հիսուսից, Սուրբ Հոգուց, առ այդ համոզմունքդ հագի և երբեք մի կասկածի Տիրոջ վրա, ամեն։ Հագնենք մեր հավատքի վահանը, այսօր շատ հավատքներ կա, շատ տարբեր հավատքներ կա, Հիսուսի անունն էլ մեջ արդեն սենց խորամանկությամբ մտցրել են, են ստի վկաները, այսօր վկայում են, հիմա արդեն գալիս են մի հատ խորամանկ ձևով, Հիսուսի անունով են գալիս, ասելու, հավատում ենք իրան, հիմա էլ արդեն ուրիշ ձևի են փորձում մտնեն ներս, բայց անարգելով Սուրբ Հոգուն, Հիսուս ասեց, հորս դեմ, իմ դեմ կներվի, հանկարծ Սուրբ Հոգու դեմ մի հատ սխալ խոսք, Սուրբ Հոգուն անարգողը, Սուրբ Հոգուն հայհոյողը երբեք չի ներվի։ Ինչու են ուսմունքները փոխել, կախարդության, մանիպուլյացիա անող ուսմունքներ այսօր բերել, որպեսզի անդամ լցնեն, որտեղ ամեն մեկին դոլարի սայն են տենում։ Ժողովուրդ, փրկությունը ձրի է։ Փրկությունը ձրի է։ Գիտեք, Աբրահամին երբեք չքարոզեցին 10-անորդ, ուշադիր լսեք ինչ եմ ասում, Աբրահամին քարոզ չտվեցին, Աբրահամ 10-անորդը տար և գցիր Աստծո գանձանակը, Աբրահամը այնքան էր կպած Աստծուն, որ իր սիրտը Աստծո հետ էր, և նա ինստինքյան իրանով առաջնորդված տարավ ու Տիրոջ տունը դրեց իր 10-անորդը, այսօր միգուցե ես շատ չեմ քարոզում 10-անորդ, միգուցե ես տեղ չեմ խոսում 10-անորդից, բավական է, որ մենք աստվածաշնչյան սերտողության ժամանակ դա խոսքան, կարիք չունի, ես տեղ Քրիստոս եմ քարոզում, Քրիստոս իր քարոզների մեջ անընդհատ չի հիշացնում, 10-անորդը գնալուց չմոռանաք, ժողովուրդ հենա բաքսը կգցեք, Հիսուս փրկություն էր քարոզում, ազատագրում,
բժշկություն։ Մարդիկ, երբ որ Հիսուսին կպնեն, ազատ կամքով դա կանեն, մանիպուլյացիա անելով, մի քանի համարներ տալով, չփորձեմ ձեր ջեբը մտնեմ, անընդհատ, սա Աստծուց չի։ Ես ձեզ մենակ մի բան եմ խնդրում, մտեք Հիսուսի ծածկոցի տակ, փողով չի դա, ձրի ա փրկել բոլորին, մի լսեք նրանց, որ չտաս չես օրտնվի։ Դու քո անձը զոհարա Հիսուսի ոտերի մոտ, քո ամեն որոշումներ ու քայլերը հոգով կանես եւ Տերը կփառավորվի։ Դու կտաս առանց մտածելու, որտեղ արդեն քո հոգիդ կապված է երկնքին, բայց մանիպուլյացիա անելով չանենք դա։ Մի քանի համարներ բռնեմ ու ձեզի ջարդեմ ու ասեմ, էսի չանեք, էսի սենց կլինի։ Աստված սեր է։ Աստված սեր է։ Ու Աստված եկավ ցույց տա մեզ մեկ բան, որ ձեզ սիրում եմ, չեմ եկել ձեզնից բան պահանջեմ ձեզ սիրեմ, ես ձեզ սիրեցի այն ժամանակ, որ դուք մեղավոր էիք սաղդ, ես եկա այն ժամանակ, որ դուք իմ անունը անարգում էիք, ինչ չէիք ընդունում, բայց ես եկա, ես որոշեցի եկա, որ ձեզ փրկեմ, եւ այդ ամենը ձրի է, շնորհքը ձրի է, դու պիտի ճիշտ չապրես, որ փրկվես, դու պիտի ընդամենը հավատաս բարի լուրին եւ կփրկվես։ Քեզ մնացածը քո կյանքի սրբություն տանող, քեզ շտկող, քեզ կառուցող, քո միտքդ նորոգող, քեզ թլպատողը մեջիդ է դառը պտուղները Սուրբ Հոգին է, ոչ թե մարդը։ Եթե ես փորձեմ ձեզ Աստծո խոսքով խիստ ձևի օրենքով փոխեմ, դուք կդառնաք դառը բարկացող հավատացյալներ։ Բայց երբ որ ես ձեզ այտենց է փոխեմ, դուք շատ մի քիչ ինձ նմանվեք։ Դուք Աստծուն չեք նմանվի։ Աստծո ժողովուրդ, իսկ երբ որ Սուրբ Հոգին է մեզ փոխում, մենք Աստծուն ենք նմանվում։ Մենք Հիսուսի կերպարն ենք հագնում, այն առաջի արմատները Աստծո կերպարն ենք հագնում։ Հետա գալի մեր մեջ երկրորդ Ադամի կերպարը։ Եկեք չթողենք արհեստական ձևի որևէ մեկը մեզ մանիպուլյացիաներով փոխի։ Եկեք թողենք, թող Սուրբ Հոգին մեզ փոխի։ Եթե ընկնելու ես, ավելի լավ անգնես, ավելի լավ անգնես քո մեղքի մեջ, ճանաչես, որն է քո մեղքը, որ Դավիթի նման ասես, Տեր իմ մեղքը ամեն ժամանակի առաջինն է։ Այս տկարությունի մեջ կա Տեր։ Ես հավատացյալների մոտ մեկ-մեկ թաքցնում եմ Տեր, որ չնկատեն ոչ ոք։ Ինչքան ցավալի է, որ մենք վախենում ենք մարդկանց կարծիքներից, բայց ոչ իրանից։ Տեսնում եք ինչու, որտեղ Աստված վախի հոգի չի բերե մեր մեջ, դատապարտության հոգի չի բերե, Աստված բերել է իր ազատության հոգին մեր մեջ, որ ձեր թերությունները, ձեր տկարությունները, ձեր ընկնելն ու պակասությունները բերեք իմ առաջ, ես չեմ դատում ձեզ, ես այդ ձեր տկար տեղերը կբժշկեմ, կազատագրեմ, կփրկեմ, կսրբեմ, կմաքրեմ, կբարձրացնեմ։ Եկեք Հիսուսին պաշտենք, ոչ թե մարդու։ Ես ու Հովիվ Արմանը մենք ընդամենը անոթ ենք ձեռքերում Տիրոջ։ Մենք մեզանից առանձին Տիրոջից բան չենք ներկայացնում։ Միայն կարանք մեկ-մեկ փչացնենք ձեզ, կոտրենք ձեզ, այդ ենք ներկայացնում։ Բայց որովհետև Տիրոջ ձեռքերի մեջ ենք, ու մենք էլ ձեր հետ միասնական Տիրոջ հոտն ենք, գառն ենք, եկեք թողենք, թող Սուրբ Հոգին բոլորիս կառուցի։ Երրորդ կարևոր բանը, մեր մեջքերը գոտե պնդենք ճշմարտությամբ, Աստծո ժողովուրդ ջան, արդարության զրահը հագնենք, խաղաղության ավետարանի կոշիկները հագնենք։ Գիտեք, մենք չենք կարող հագնել մի կոշիկներ, որ Տերը ասել է հագեք եւ մտեք տեղեր, որ ավետարան այդ կոշիկները հագած մտնենք տարածքներ, որտեղ բամբասանք ու չարախոսություն, անարգանք ու դատա գնում։ Այդ կոշիկները մեզ ասում է հագեք, որ չմտնեք այդպես տեղեր ու ձուլվեք, մտեք տեղեր, երբ որ դա կգնա Հիսուսի նման, երբ որ կնստեք մեղավորների հետ, թող այդտեղ փրկություն ու բժշկություն տեղի ունենա, որ այդտեղ ազատագրում տեղի ունենա, որ այդտեղ մարդիկ իսկապես հասկանան, որ պետք է դուրս գան այդ տարածքներից եւ մտնեն Աստծո ծածկոցի տակ, ամեն։ Հոգու սուրը, Աստծո խոսքը։ Շատ եմ լսում ես վերջերս, ասում են Աստվածաշունչը մի գիրք է, որ բաներ է կատարվել, որոնք այսօր մի տեսակ հնացած է, Աստծո ժողովուրդ զգուշացեք,
Աստծո խոսքի վրա ավելացնել ու պակասացնել ու կարծիք հայտնելը ամենավտանգավոր բանն է։ Աստծո խոսքը իմ կտակս սա, իմ հորից թողած ամենամեծ հարուստ գանձն է, ժառանգությունն է, որ այսօր այս Աստծո խոսքը եւ հոգին միասնական իմ կյանքը փոխում է եւ փոխելու է։ Աստծո ժողովուրդ, այս սուրը ձեր ձեռքում պահեք, ոչ թե Պետրոսի նման ականջներ կտրելու համար, այլ բժշկելու համար, որտեղ այս խոսքը մեզ չի տրվել ջարդելու, տրվել է որպես զենք թշնամուն տեղը ցույց տալու եւ քուր եղբայրներիս եւ աշխարհում էլ մարդկանց բժշկելու համար, ճանապարհ նավիգացիա ցույց տալու համար դեպի երկինք, Աստծո ժողովուրդ ջան, որովհետեւ եթե մենք մեզ ավելի բարձր դասենք, քան աշխարհի ժողովուրդը, մենք ամենամեծ կեղծավոր ժողովուրդն ենք։ Մենք իրանցից վատն ենք եղել, ով ենք մենք, որ դատենք նրանց։ Այդ աշխարհում այսօր ես շատ հարազատներ ունեմ, որ իմ ջիգարներս են, որ իմ միակ փափագն է, ծոմով եւ ամեն ինչով փափագեմ, աղոթեմ, պատերազմեմ, որպես այդ ցեղի մեջ կամ այդ ընտանիքի մեջ դրված, որ իմ ամբողջ սերունդները փրկված լինեն։ Աստծո ժողովուրդ, զգուշ եղեք, չկարծեք շատ, որ դուք կանգնած եք, որտեղ այն հպարտ կարգով մտածել եք, որ կանգնած ես, դու ավելի շուտ կարաս ընկնես։ Միշտ նայի մարդկանց սիրո աչքերով, աշխարհին նայեք սիրո աչքերով, ես չեմ ասում իրանց մեղքը նայեք սիրո աչքերով, ես չեմ ասում հանդուրժեք մեղքը, ոչ, քավլիցի, մենք մերը չենք հանդուրժում, ես ասում եմ մարդկանց նայեք սիրո աչքերով, որտեղ ամեն մեկը Աստծո կերպարով ստեղծված է, ամեն մեկը թանկ է, ամեն մեկի համար է այդ այրունը թափել Հիսուս, որ նրանք է փրկվեն։ Եվ այսօր գիտեք Հիսուսի մասին ոնց իմանանք քոնիններն են, ասես նայեք պտուղներին, չասես նայեք լավ քարոզատալի, չասես նայեք լավ Աստծո խոսքի, չասես նայեք լավ աղոթում, ասես նայեք պտուղներին, բնավորության գծերին, առաջի տեղ ասма, որ ձեզ կճանաչեն, դուք իմնեք, եթե սիրել իմանաք։ Ումա պետք ես Աստծո խոսքը լավ իմանամ, ինձ է կարողանամ մի կերպ զսպեմ, մեղ չգործեմ, հա, բայց դառնացած անձնեմ, մեջը սեր չլինի։ Դուք ուզեիք ձեր հովիվը այդպես սներ։ Ես ամեն մեկդ գիտեք, այստեղ հələ շատերը չկան, ամեն մեկդ գիտեք, որ վարքյանին զանգեք, հովիվարմանն ու ես ձեր կողքին ենք, ինչու, որտև այդ սերը չի թողի մենք ձեզ ասենք, կաղոթենք ձեր համար, թող լավը լինի ձեզ, բայց չաջակցենք ձեր օգնությանը։ Եթե աղոթքա պետք հիվանդես պիտի բազեմ, գումարովապետ պիտի օգնեմ, ամեն ինչում ես քո կողքը պիտի լինեմ, որովհետև սիրում եմ։ Դրա համար այսօր ես տենում եմ, ովքեր են իրոք սիրո մեջ ապրում, շատ ասողները չէ, գործով ապացուցողները, ամեն։ Աստծո ժողովուրդ, ամեն օր ու շատիր լսեք այս խոսքերին, ամեն օր մենք ավելի ենք մոտենում մեր հավերժությանը։ Այդքանը հասկանալով ու գիտակցելով, որ մենք ավելի ու ավելի մոտենում ենք մեր հավերժությանը, Աստծո ժողովուրդ ջան, մենք պետք է ապրենք հոգևոր պատրաստվածությամբ։ Այսինքն ամեն ժամանակ մենք պետք է հոգևոր պատրաստ լինենք։ Մենք չգիտենք հիմա այս քարոզի վաղ, հենց այս պահին հափշտակությունը կլինի, թե մի ժամ հետո, թե 10 օր հետո, թե 10 տարի հետո։ Մեր ամեն օրը պետք է ապրենք այնպես, կարծես հենց այսօր է լինելու հափշտակությունը, հենց այսօր է Քրիստոսի երկրորդ վերադարձը, Աստծո ժողովուրդ ջան։ Ինչպես ենք մենք պատրաստվածություն ունենում, ինչպես ենք մենք պատրաստ լինում, Աստծո ժողովուրդ ջան։ Խորը մտերիմ Աստծո հետ հարաբերություն։ Դա ինչից է բխում, սիրելուց։ Երկու պատվիրանները երբ Տերը տվեց մեզ, ասեց երկու մեծ պատվիրանները, լսեք, առաջինը սիրիր Տեր Աստծուն ամբողջ ուժով, զորությունով, մտքով, հոգով, սիրիր Աստծուն։ Երկրորդը դրա նման էր,
Բայց այս անգամ երկրորդը տվեց մեզի, որ մենք սիրենք միմյանց ակտիվ այդ սիրով, այդ ագապես սիրով, անշահախնդիր սիրով, ոչ սպասումով, այսինքն սպասենք մի բան, որ քեզ սիրենք։ Աստծո ժողովուրդ ջան, ինչպես ենք մենք արթուն լինում, երբ որ սիրենք մեր Աստծուն եւ սիրենք միմյանց։ Յուրաքանչյուր արևածագ, ուշադիր լսեք, ինձ կենտրոնացեք, երեխեքին ձեն հանեն, դուք մի նայեք այնտեղ, ինձ նայեք։ Յուրաքանչյուր արևածագ նշանակում է, որ մեր երկրային կյանքը ավելի կարճանում է, ավելի մոտենում է գալի ավարտին, գալիս ավարտին։ Ամեն անգամ եւ ժամացույցը խփում է, հա, մենք ավելի ենք մոտենում մեր հավերժությանը։ Ոչ ոք չգիտի իր վերջի ժամը, վերջի րոպեն, վերջի վայրկյանը երբ կլինի։ Դրա համար ինչ ենք հասկանում։ Ինչքան կարճանում է երկրային մեր կյանքը, այնքան մենք ավելի մոտ ենք մեր հավերժությանը։ Դրա համար Աստված չի ուզում մենք կապվենք այս երկրի ունեցվածքին, այս ունայն, այս ժամանակավորին, այլ ուզում է մեզ կապի երկնքին, հավերժությանը, հավիտենականությանը, որտեղ իրապես իսկապես հարստությունա, գանձա ու ամենա այն ինչ մենք մի սեկունդ ուզում ենք պատկերացնենք երկրի վրա։ Գիտեք, այն մարդը, որ չգիտի ինչ է խաղաղությունը, մի վայրկյան եթե նա ճաշակում է երկրի վրա, նա փափագելով փափագում է հասնի դրան։ Այն մարդը, որ ասենք աղքատության մեջ է, չունի եւ մի վայրկյան իրան մի օգնություն, դա մեծ բան է իրան։ Ես ձեզ խոստանում եմ, երբ որ մենք երկինքն ենք փափագում, այդ հավերժությանն ենք փափագում, մենակ մի բան կարող եմ ասել, ոչ մի բանի կարիք չենք ունենա։ Երկնքում չկա սուկ, երկնքում չկա ցավ, երկնքում չկա լաց, երկնքում չկա աղքատություն, երկնքում չկա կարիք, երկնքում ամեն բան բավարարված է իր հրաշալի ներկայությունով, նույնիսկ երկնքում քնել չկա, գիշեր չկա, որտեղ իր ներկայությունը, իր երեսի այդ լույսը մեզ բավական է։ Տերը բավական է մեզ, շուրարի կողքինիդ ասա, Տերը ինձ բավական է։ Այսօր գիտեք Տերը ինչ է ուզում մեզանից, հավատացյալներիցս, աղբերներ լսեք, էսի շատ կարևոր է։ Տերը մեզանից մի կարևոր բան է ուզում, դադարենք Աստծո ժողովուրդ ջան հոգևոր քնկոտությունը։ Գիտեք, պետք է արթուն լինենք ու ամեն վայրկյան սպասենք Տիրոջ վերադարձին։ Հիսուսը երբ որ Պետրոսին եւ մի քանի աշակերտ իր հետ վերցրեց, գնացին, արդեն իրան բռնելու էին, Հուդան արդեն իրան դավաճանել էր, այնտեղ գիտեք ինչ արեց, ասաց Պետրոս, արթուն մնացեք, գնում եմ աղոթքի, արթուն մնացեք, նրա սիրտը, նրա հոգին տրտմած էր, ետ վերադարձավ, տեսավ քնած, երկրորդ անգամ պատվիրեց, ետ վերադարձավ էլի քնած, էլի հետ վերադարձավ էլի քնած, սա ինչ է խոսում, սա մի տեսակ կարծես օրինակ լինի այսօրվա հավատացյալների, Տերը որքան մեզ ասում է արթուն մնացեք, այնքան ավելի քնկոտությունը, ավելի այդ ձանձրացած այդ մի տեսակ հոգնած վիճակը հավատացյալների մեջ կարծես տարածված լինի։ Այսօր Հովանու 3:16 անունով կանչված եկեղեցի, թույլ տվեք ասեմ սիրո եկեղեցի, Աստծո սերը բնակվում է մեր մեջ, Աստծո սերը թող մեզ միշտ արթուն պահի, Աստծո սերը թող մեզ ամեն ժամանակ արթուն պահի ամեն իրավիճակների մեջ, որ մենք զգաստ արթուն, սիրով լցված ամեն վայրկյան սպասենք մեր Տիրոջը, ամեն։ Գիտեք, այսօրվա այս հարմարավետության գոտին, թույլ տվեք ասեմ քնկոտության գոտին, թմրածության գոտին, որ սատանան շատ ու շատ հավատացյալների հագցրել է, լսեք, հիմա կասեք մի տեսակ շատ պատասխանատու արտահայտություն ես անում, ես պատասխանատու չեմ անում, վերջապես այս 10 տարվա հովիվական ծառայության մեջ, հովիվարմանն ու ես որպես իր օգնական, որ ծառայում ենք, ես նայելով, հոտը նայելով, ժողովուրդը նայելով այս տարիների, ես այս վերջի ժամանակները տեսնում եմ բացահայտ եկեղեցու այդ զբաղվածությունը, այդ քնկոտությունը, որ իջել է բոլորի վրա, ժողովուրդ ջան, գիտեք,
Ես գիտեմ, որ վերջում 10 կույսերն է քնեցին, երբ որ Տերը ուշացավ, բայց հոգով յուղ ունեցողները, հոգով լցված, հավատքով լցվածները, ինչքան էլ մարմինը հոգնած է, նրանց հոգին քնած չի։ Յուղը միշտ վառվում է, որտեղ երկնքի հետ կապված է, հավատքը երկնքին է կապված, իրական ճշմարիտ Քրիստոս Հիսուսի հավատքը, գումարած այնտեղ բաներ չկա ավելնորդ, ավետարանն առանց ծռելու։ Աստծո ժողովուրդ, սա թակարդ է այս հարմարավետությունը։ Այսօր երբ որ խոսում ես հավատացյալ, թեկուզ ժողովրդի հետ ասում ես ուր ես, եկեղեցի չկաս, չեմ տեսնում քեզ, առաջի բան զբաղված եմ, ըստեղ եմ, ընդեղ եմ։ Գիտեք Նոյի օրերում այդ նույն զբաղվածության հոգիների չէ մարդկանց վրա, զբաղված եմ։ Աստծո մարդիկ պիտի միայն զբաղված ընեն Աստծո ներկայությունով։ Լսեք ուշադիր ինչ եմ ասում, կարան լինեն պատճառներ, հարգելի պատճառներ, բայց ես խոսում եմ եկեղեցին, ուրեմն այդ 6 օրը ես աշխատեմ, ապրեմ, ինչ ուզեմ անեմ, այդ մի ժամը ես զբաղված ընեմ իմ տիրոջ տուն գալու, սա ցավալի ողբերգություն է, հանձինս իմ համար, ես ամեն վայրկյան օրն եմ ապրում տիրոջ համար, բայց ես ուզում եմ ամեն օր կերակրվեմ տիրոջից, գոնե, այդ կիրակի օրերը այդ մեկ ժամը մի զբաղված եղեք, որտև այդ զբաղվածի պատճառաբանությունը Նոյի օրերում մարդիկ տվեցին, կներեք, Հիսուսը երբ որ հարսանիքին հրավիրեց ինչ ասին, զբաղված ենք, մեկ արտում աշխատում, մեկ ընդեղ, հա, մարդի էին գնում, կին էին առնում, առևտուրներ, կյանք, բիզնես, մենք էլ ենք զբաղված, գիտեք մենք հովիվ ենք, բայց մենք էլ ենք ընտանիք պահում, մենք էլ ենք բիզնեսներ առաջնորդում, բայց երբեք դա չի կարող միջամտել, որ խանգարի ինձ իմ տիրոջ գործ առաքելությունը անելուց, առաջին իմ Տերն է, ամեն կարգավիճակի վրա, իմ ընտանիքում, իմ գործի վայրում, եկեղեց ամեն ինչից առաջ իմ համար Տերն է, երբ որ մենք տիրոջը առաջ ենք, Եվ Տերը առաջինն է մեր կյանքում լինում, առանց քննարկելու եւ համեմատականության, այդ ժամանակ ամեն բան իր տեղն է ընկնում, խոստանում եմ ես ձեզ դա, ամեն։ Ուրեմն այս հարմարավետություն, այս թմրած վիճակը մարդկանց մեջ այնքան է այսօր մեծացել, որ չկա հոգևոր աճի ձգտում, մարդիկ չեն ձգտում, սրբությունից սրբություն գնան, ասում եմ իմ սրբերը սրբությունից սրբություն կգնան, մարդիկ ապրում են անառակ կյանքով, անառակ վարքերով, սխալ, այնտեղ տեսնում եմ ես շատ բաներ ու ասեն զարմանում եմ, ասում լավ էլի, գոնե չասեն մեր եկեղեցուց են շատ մարդիկ, կեղտոտ վարքեր ու Աստծո տուն ես գնում, ամեն գիշեր կարաս դու մի աղջկա հետ քնես ու Աստծո տուն ես գնում, կամ հակառակը կանանց, հագնված վարքեր ու դու Աստծո տուն ես գնում, պիտի մաքրվենք մենք, Ժորժ ջան, սուրբերը գնում են սրբությունից սրբություն, փառքից փառք, զորությունից զորություն, սրբերը պիտի փայլեն ու լույս տանես խավար աշխարհի մեջ, եթե մենք այս աշխարհում լույս չենք տալիս, ուրեմն մեր լապտերներում յուղ չկա, կերպարանք ենք հագած, եւ այդ կերպարանքը Աստծուն հետ չի, նրա հոգը չի, որտեղ հենց այդ կերպարանքին մոտեցավ ու ասեց անիծվես դու, որը թզենու է ծառներ, դրսևանց, գեղեցիկ տերևներ ուներ, պատուղ չկար վրեն, մենք եկեք փոխվենք, ովքեր են ուզում փոխվեն, ձեռքեր եմ ուզում տենամ, հանձինս ես ուզում եմ փոխվեմ, կապ չունի քարոզում եմ, ես ուզում եմ փոխվեմ, Տեր ուզում եմ ամեն օր քեզ նմանվեմ, ուզում եմ իմ մեջին ամեն օր փոքրանա ու դու իմ մեջ գնալով այնքան բարձրանաս, որի մեջ խոսալուց ասեն Հիսուսի հոտն եմ առնում այս աղջկա վրայից, որ երբ որ Պետրոսին տեսան ասին էսի դրանցից ասես չէ ուրացավ, որ մեզ տենան ասեն այս սրանք Հիսուսի հետևորդներն են, ինչու, որտև լավ խոսք գիտենք ոչ, որովհետև պարկեշտ սուրբ կյանք ենք ապրում մեր Տիրոջ առաջ, դրա համար եմ ասում, մինչև ձեր փողերը կզոհեք, հլը ձեր մարմինները մի հատ զոհեք Աստծո առաջ, մեր մարմինը թողնի նրա առաջ այն,
զոհը, այն պատարակը, որ բերենք, ասենք Տեր, ահա ես ուզում եմ Սուրբ Հոգու տաճար, որպես ապրեմ քո համար, քո աղդ ու լույսդ լինեմ այս խավար աշխարհի մեջ, որովհետև գնալով խավարում է, գնալով ավելի է մթնում աշխարհը։ Ինչքան աշխարհը մտնի, Աստված պահանջում է իր սուրբերին ավելի փայլեն։ Ես ձեր տեղը նեի կասեի ամեն։ Չկա հոգևոր ձգտում, չկա ծառայող սրտեր, չկա։ Եկեղեցին մեծանումա գնում ենք մեծ տարածք, այն մարդիկ, որ ծառայող են, երևի ասեմ մի 10 հոգի են ավելացել։ Այսքան ժողովրդի մեջ պիտի բոլորդ մինչև այսօր ասեք, ահա, Հովիվ Արման ջան, պատրաստ ենք ծառայելու, ծառայություն տուր մեզ։ Հատուկենտ ստեղ քույր եղբայրներ են մեզ ասել, ուզում ենք ծառայենք։ Չկա ծառայող սրտեր։ Ասում եմ, դու կտեսնեք ծառայողի եւ ոչ ծառայողի տարբերությունը։ Աստված իրեն ծառայողներին պարգևատրում է։ Աստված իրեն ծառայողներին առաջնորդում է, խրատում, սովորեցնում է։ 10 անգամ կսխալվենք, 100 անգամ կսխալվենք, դարձյալ նա գործման, նա համբերատար հայր է։ Գիտեք, մենք համբերատար չենք իրար հետ։ 2-3 անգամ սխալանես, կարող է ես քո վրա խոսամ, ասեմ, քուրս, եղբայրս սխալ ես անում, էլ հետի մի հատ ուղի արել եմ, ովքեր ծառայող են գիտեն։ Մեղավոր եմ դրանում։ Տերը շատ նուրբ, շատ համբերատար է մոտենում մեզ, որ փոխի եւ մեր գործերը իրան փառք բերի։ Հալելույա, փառք ես Հիսուս։ Քիչ են հոգևոր պատերազմողները։ Այսօր մենք ազատագրման աղոթք ունեինք այստեղ։ Ազատագրում էինք անում, աղոթք էինք անում։ Փառք Հիսուսին, որ Տերը կա, մարդ պետք չի մեզ, Տերը կա։ Դուք չեք պատկերացնի Տիրոջ հոգին ոնց իջավ։ Ստեղ քուրս նստած ասեց, փաստեր վկա եք էլի։ Դուք չեք պատկերացնի Տիրոջ հոգին ոնց իջավ այդ ազատագրման, այդ աղոթքի ժամանակ։ Ես ուղակի իր ներկայությունը ընենց բռնեց ինձ, ընենց իր ներկայությունը այդ լույսը իջավ։ Ես ուղակի ճաշակում էի, որ ինչպես է հոգին իր զորությունը դա անում, ոչ թե մարդը։ Միտեղ, որ մարդը վերագրի իր վրա, որ ինքն է ծառայողը, ամենախղճուկ տեղում կգտնվի։ Ես բան չէի անում, ուղղակի իրան էի կանչում, որտեվ ինքն է ազատագրողը, ինքն է բժշկողը, ինքն է սրբողը, ինքն է ներողը, ինքն է արդարացնողը, ինքն է, որ ուրիշ մարդ չի կարա դա անի։ Չհավատակ, եթե մի հովիվի ասեն, ես ինչ հովիվը, ես ինչ հովիվն է ազատագրումներ անում, այդպես բան չկա, հոգին է անում, Սուրբ հոգին է, գերբնական ձևի հովիվի առաջնորդի մարգարեի իրանց ձեռներով գործում ու անում, դրա համար փառքը ոչ թե մարդը, այլ Աստված է, փառքը միայն Աստծուն է, Աստված ասում է, ես իմ փառքը չեմ տա ոչ ոքի, այս եկեղեցում ոչ թե սուտ խոնար ենք ուզում երևանք, Կենթանի Աստծո առաջ եմ ասում, նույն Աստվածն այն Սափիրայի ու Անանիայի հետ վարվեց, կենթանի Տիրոջ առաջ եմ ասում, փառքը իրանն է, սուտ խոնարհությունն էլ կբացահայտի կխայտառակվենք, որովհետև չես կարա, ինչքան կարաս ձգես խաղաս, մի օր կհելի, մի օր այդ մասկան կընկնի, ես ձեզ խոստանում եմ, այս տան մեջ փառքը մեկն է առնողը, Տերը։ Ես միշտ ասում եմ, ստեղից խոսում եմ ես, Սուրբ Հոգին է խոսում ձեր հետ, տեղեր կա, ես եմ խոսում ձեր հետ, իմ կարծիքով, անկեղծ եմ ելնում, իմ վկայությունները, իմ կարծիքները, դա Սուրբ Հոգին չի, ես եմ ձեր հետ խոսում, բայց երբ Սուրբ Հոգին է խոսում, պինդ բռնեք, բայց երբ ես եմ խոսում, քննեք, ինչ Աստծուն փառք է բերում նոր բռնեք, իսկ ինչը ոչ, աղբամարեք, որտեղ մարդը կարա սխալվի, Սուրբ Հոգին ոչ։ Ինչպես է հավատացյալը պատրաստ լինում Տիրոջ վերադարձին։ Պատասխանը հետևյալն է, շատ պարզ է, Տիրոջ գործերը գործենք։ Հիսուսի օրինակներով ու Հիսուսի հետքերով, Հիսուսի ոտի հետքերի մեջ մեր ոտերը դնենք ու քայլենք, որտեղ դա երկինք է տանում։ Չշեղվենք։
ճիշտ է Հիսուսի այդ հետքերը, որտեղ մեր ոտը կդնենք, այդ ճանապարհը նեղա։ Ինչ ուզենք, ոնց ուզենք չենք կարող անենք, որտեղ մենք կապված ենք իրան ու ինքը ոնց առաջնորդի, տենց պիտի անենք, բայց այդ է միակ փրկությունը։ Եթե ձեզ կասեն ուրիշ ձևերով է կարաս փրկվես, սուտ է, փրկություն չկա առանց Քրիստոսի։ Առանց այդ նեղ ճանապարհի փրկություն չկա։ Լայն արցակ ասմատանում է դեպի կորուստ։ Չխաբվենք ժողովուրդ։ Ու չեք կարող Աստծո առաջ արդարանալ ու ասել գիտեիք, հենց հիմա լսեցիք։ Միայն նեղ ճանապարհն է, որ տանում է երկինք, այդ նեղ ճանապարհը Հիսուսի հետքերով քայլելն է, Հիսուսին նմանվելն է։ Գիտեք, Հիսուսը իր քայլով, իր որոշածով, իր խոսքով, գործով, ապրելակերպով, երկրի վրա ինչ արեց, ամեն առումով օրինակ ծառայեց ինձ ու քեզ։ Ամեն առումով։ Գիտեք, երբ որ նայում ենք վերջի ընթրիքը, Հիսուսը որ նստած է, կհիշեք, ոտերները լված եւ այնտեղ ինչ խոսակցություններ գնում, մենք քո ոտերը պիտի լվանք, դու Հիսուսը ամբողջ այդ իր առաքելության ժամանակ ծառայեց մարդուն, ծառայի կերպարանք լինելով մեծ Աստված, ամենակարող, ծառայի կերպարանք հագավ, եկավ ու ծառայեց ինձ ու քեզ։ Լսեք, այդ օրը վերջի ընթրիքներ, իջավ ու ոտերները լված ու զարմացան։ Գիտեք, հիմա մենք ավելի մաքուր ենք, այդ ժամանակներում հողերի վրա քայլում, ավելի իջավ ու ոտքերը լված աշակերտների։ Եվ գիտեք ինչ ասեց, ասաց այս խոսքերը, եկեք ընթերցենք միասին։ Մի հատ ուզում եմ տենամ ովքեր են Աստվածաշունչ բերել այսօր։ Մի հոգի, երկու հոգի։ Անցած շաբաթ մի հոգի ավելացել էր, այսօր 3 հոգի դառան։ Աստծո ժողովուրդ, բոլորի տավետարան ենք տվել, ինչի չեք բերում, ինչի չեք կարդում, որ ես քարոզում եմ, ինչի չեք հետևում, կարող մի բառ ավել եմ խոսում, սխալ եմ խոսում, այստեղ է, որ սուրը ամեն ժամանակ ձեր ձեռքն է պետք, ոմանքդ մերկ եք, փաստորեն որոշ առումով, բերեք Աստվածաշունչ, ընթերցեք, համեմատեք, քննեք, լսեք, Հովհաննես 13:13 Դուք ինձ վարդապետ Տեր եք ասում, լավ եք ասում, որովհետև հենց այդ եմ, այսինքն ես եմ։ Այդ եթե ես ձեր վարդապետը լինելով ասում եմ եւ Տերը լինելով ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է միմյանց ոտքեր լվանաք, որովհետև, ստեղ ուշադիր լսեք, ես ձեզ օրինակ տվեցի, որ դուք անեք ինչպես ես ձեզ արեցի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տիրոջից մեծ չի, ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ է, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաները, այստեղ կենտրոնացեք, եթե այս բաները գիտեք, երանելի եք, ովքեր գիտեն, երանելի ենք գիտեք երբ, ոչ թե որ գիտենք, ասում եմ, եթե դրանք անեք։ Մենք պետք է Հիսուսի նույն կերպ ապրենք։ Ես հիմա կուզեմ անցնեմ այնտեղը ոնց պետք է ապրենք, որը որ երկու շաբաթա սրտիս մեջ դրվում է, երեք էլ որ մեր հովիվներից մեկի, իսպանացի մի հովիվներից մեկի, որին շատ եմ սիրում ու մտերիմ եմ, Pastor Frank Lugon, խոսում էինք իրար հետ, մի անգամից Տերը հաստատեց սա։ Աստծո ժողովուրդ, Հիսուսը ինչ է պահանջում մեզանից։ Թույլ տվեք ասեմ ինչ է պահանջում։ Հիմա կկպնեմ բոլորի ջեբին, ձեր փողին։ Գիտեք ինչ է պահանջում։ Ասում է, երբ որ դատաստանի օրը կլինի, հավատացյալները երկու կարգավիճակի բաժանելու եմ երկու մասի։ Ոչխարներին աջ կողմս, այծերին ձախ կողմս։ Գիտեք ոչխարներին ինչ է ասելու։ Սոված էի, կերակրեցիք ինձի։ Ծարավ էի, խմեցրիք։ Անտուն էի, ձեր տունը տարաք։ Բանտում էի, այցելում էիք։ Հիվանդ էի, հիվանդատես էիք գալի։ Դուք նայեք ինչ բառ, ունանք ասում են, բայց մենք քեզ չենք կարել։ Ուզում եք Հիսուսին տենաք, Հիսուսին կտենաք կարիքավորների մեջ։ Այ հիմա կարող եք օգտագործել ձեր ամենալավագույնը, ոչ թե ավելցուկը, գնալու օգնելու կարիքավորներին։ Եվ այդ ամենը, որ դուք կանեք, չգաք իմ մոտ գլուխ չգովակ։ Չգաք չասեք, առաջներում, որ երեխա էինք, տկար էինք, հոգևոր, հավատքի կյանքի մեջ գլուխ էինք գործում, միտեղ է նկարում դնում էինք, պասիլկեք ենք ուղարկում Հայաստան, Ղալաթ ես անում, ավելավը մի ուղարկի,
Էդ ում համար ես անում ես, որ փառավորվես, որ ասեն John 3:16 եկեղեցին, պատերազմի ժամանակ պասիլկեկ ուղարկեց։ Աստված չի փառավորվել այդտեղ։ Գիտեք Տերը որտեղ է փառավորվում, որ լավություն կանես Մել ջան, ու գախնիկը պայես ու Աստված քառապատիկ քեզի կորտնի։ Գիտես խի կորտնի, որովհետև դու չես արել ցուցադրական երևալու համար, դու դա արել ես, որովհետև քո սիրտը ուղիղ է Աստծո հետ, որովհետև դու այդ կարիքավորի մեջ Հիսուսին ես տեսել։ Իսկ ձախ կողմիններին գիտեք ինչ ասաց։ Հա? Ստեղ մի աղջիկ կա, ես զարմանում եմ, այդքան եկեղեցի հետ չի գալի, Աննա ջան, իրոք Աստված օրհնի քո սիրտը քաղցր։ Աստծո խոսքն ասում է պատիվ տվեք միմյանց։ Ես ինչու սա բարձր, շատ եկեղեցի չի գալի այս աղջիկը, Աստծո խոսքն էլ անգիր չգիտի։ Բայց ես որ նայում եմ իր պտուղները, իր ապրած կյանքը, շատ հոգևորներից ավելի հոգևոր կյանք է ապրում։ Երբեք կարիքավորի կողքից անտարբեր չի անցնում։ Աստված է փառավորվում դրանում։ Տերը օրհնի քո սիրտը, շարունակի այդպես գաղտնի անել, կներես բացահայտեցի, բայց մեկ-մեկ Տերը պատիվ տալիս է իրաններին։ Լսեք, ես գիտեք ինչն եմ սիրում, որ մենք ինչ կանենք սրանից հետո, մենք գնում ենք նոր տարածք, մեր հավատքը լրիվ կրակի մեջով անցնելու է և մենք փորձվելու ենք շատ տեղերում։ Մենք հիմա իմ սրտում դրվել է շատ բաներ, որոնք էդի չի երևալու, չի իմացվելու, չի խոսվելու, սոշիալ մեդիաներ չի դրվելու, մենք պիտի անենք այն, ինչ Հիսուս պատվիրել է մեզ։ Ձախ կողմում ասեց անիծյալներ, սովածեի, կերակուր չտվիք, ծարավեի, ջուր չտվիք, մերկեի, չհագցրիք, տուն չունեի, տուն չտվիք, բանտում էի, չայցելեցիք, հիվանդ էի, չեկաք, չաղոթեցիք իմ համար։ Նրանք ասեն, բայց մենք քեզ չենք տեսել այդ վիճակում։ Եվ որ իմ այդ փոքրերից, այդ եղբայրներից փոքրերից, դրանցից մեկին չարիք, ինձի չեք արել։ Ուզում եք Հիսուսին տենաք, գնացեք կարիքավորներին հասեք։ Եկեղեցի ես, շենքի ես դռներից դուրս եկեք, եկեղեցին ես շենքի պատերի մեջ չի, ստեղ լծվեք, գնացեք ապրեք։ Ստեղ լծվեք, գնացեք ապրեք։ Ձեզ չտվա այս խոսքերը լսելով ենք մենք մենակ հոգևոր, ոչ, մենք գործ ունենք անելու։ Ինչքան է քո կարողությունը։ Չունես, հազիվես քո վարձը տալի, ուշադիր լսի, ուրիշ բան եմ քեզ ասելու։ Պետրոսն ու Շիղանի, չեմ անում, անունները սխալվում եմ, թե ճիշտ եմ ասում, ինձ ուղեք։ Երբ որ գնացին տաճար, այնտեղ մի կաղ կար։ Ասին ոչ արծաթ, ոչ ոսկի, ոչ բան չունենք, որ քեզ տանք։ Բայց Զորաստիրոջ անունով քեզ կբժշկենք, գնացեք աղոթեք հիվանդների համար։ Եթե չեք կարա տակ, գնացեք աղոթեք հիվանդների համար, կարիքավորների համար։ Եկեղեցին պետքա շարժվի։ Այսօր մենք որ երկրի վրա ենք, մենք Տիրոջ ձեռքը ոտն ենք, չէ՞ որ մենք մարմինն ենք Քրիստոսի ներկայացնում։ Ինչ ենք անում։ Մենակ իրար լավ դատում ենք, իրար զանգում ենք, այս ինչ քուրը ընկավ, այս ինչ քուրը հելավ, քեզ ինչ։ Մի հատ դու քեզ նայի, ինչա որ քո նման չի մեղ գործում, տարբերագործում Իրանը դատել կարելի է, բա քո մեղքերը, բա քո տկարությունները, որ Տերը ամեն օր իր սիրով ծածկում է, սերը ծածկում է, սերը ծածկում է, չի խայտառակում։ Տենում եք ինչքան թերություններ ունենք, ու Տերը ինչքան տեղ դեռ պիտի մեզ սարքի, ինձ էլ ձեզ հետ միասին, ժողովուրդ։ Որն են նշանները, որ Հիսուս տվեց ու ասեց այդ օրերի նմանալ լինելու, առաջինը, ասեց Նոյի օրերի նմանալ լինելու, Նոյի օրերի նմանալ լինելու իմ երկրորդ վերադարձը, և գիտեք, այսքան քարոզում եմ, մոռացել եմ ընդեղ վերնագիր եմ գրել, բան եմ գրել, որտեղ հոգին չի թողում նայեմ այս գրքին, խոսում այն միջոցով, վերնագիրը հենց հետևյալն էր, որներ, պատրաստ ես Տիրոջ վերադարձին, ինքդ քեզ հարցրու, կարծես հարցում տա, պատրաստ ես Տիրոջ վերադարձին, եթե պատասխանդ կամանց քո մեջ չէ, այսօր օրն է, այսօր պատրաստվի ու Տիրոջ գործերը գործի, և Նոյի օրերի նման ասեց կլիմ երկրորդ վերադարձը, եկեք մի հատ նայենք, պատրաստվածությունը կապենք իր տված օրինակների հետ, արդյոք արտասովոր մի բան կատարվում էր Նոյի օրերում, ապրում էին, ուտում էին, խմում էին, մարդի էին գնում, կին էին առնում, բա ինչն էր պատճառը, որ Տերը իր բարկությունը գրգռվեց սրանց վրա, չարությունը,
նենգությունը, մտքի սրտի խորհուրդները պղծված էր նրանց, չարացած էին նրանք։ Ծանոթ բան եմ ասում այս օրերի հետ կապված, շուրջդ նայեք, մարդիկ չարացած, նենգավոր, պատրաստ են նույնիսկ հարազատ ուրանան, մենակ իրանց ճիշտերը ապացուցեն, իրանց դիրքից չիջնեն, լսեք, չարությունը գագաթնակետային բարձացած Նոյի օրերի նման, պղծությունը բարձացած Նոյի օրերի նման, եւ դրա համար մենք հասկանում ենք, մենք գիտենք ժամը, օրը չենք իմանալու երբ Տերը գալու, որտեվ այդպես ասում, եթե մեկը կգա քեզ կասի հայտնություն եմ առել, վաղը 12:20 Տերը գալիս է, չհավատաս, փախի, սուտ ու սմունքա։ Մենք չգիտենք ժամ օրը, բայց տված նշաններով, ասում են ինչպես երբ որ նայում եք երկինք, անպամանցա գիտեք վաղը անձրև է գալու, նշաններով մենք գիտենք շատ մոտ է Տիրոջ գալը։ Լավ, նայենք Ղովտի օրերը, անառակություն, միասեռություն, պղծություն, ամեն ուրեք պղծություն, այնքան պղծված էին, որ Ղովտի տունը երբ որ հրեշտակները մտան, այդ հրեշտակներին ուզում էին առնեին իրանց կեղտոտ բաներ անելու համար, հասկանում եք այդքան պղծված էր այդ օրերին, այսօր սխալ, այսօր տարբեր բան տենում եք, հələ նայեք մեր հələ սոշիալ մեդիաները բացեք, նայեք Հայաստանում ինչ է կատարվում, միասեռության գագաթնակետն է հասել պղծությունը, սաղին նայում ես չունեն, եթե առաջ գրքեր էին ընթերցում, պատմություններ գոնե, ոչ թե աստվածաշունչ, նույնիսկ այն կոմունիստ ժամանակ ավելի լավ ա եղել, քան այս օրերը, որ տեսնում ես, այս օրերին սուտ Աստված են պաշտում, լոգոն Աստծո անունն են դնում, ավելի վատ է այս վիճակը, ավելի լավ է չհավատա մարդը, քան հավատա Աստծո անուն դնի իր սոշիալ մեդիայի այդ լոգոների վրա, չգիտեմ, բայց այս օրերին մի հատ եկեք նայեք ինչ է կատարվում, եթե առաջներում պատմություն, գրականություն, որևէ թեմաներ կար խոսալու, այսօրվա թեմաների ինչ է, հա? Շուրթերը սարքեցի, քիթը սարքեցի, մազերը սարքեցի, մենակ սարքելու մասին է, մենակ ապերացիաների մասին է, ով ավելի սիրուն ու ավելի ընտիր կարա երևա, Աստծո ժողովուրդ, պղծվել է այդ սերունդը, Աստծո բարկությունը գալու է, իմ Աստված, ուշադիր լսեք, արդար Աստված է, չմոռանանք, ողորմած Աստված է, բայց չմոռանանք Սուրբ Աստված է, պղծությունը իր մոտ ընդունելի չի, պոռնիկները, գողերը, անառակները, վախկոտները, այս աշխարհի պղծությունը երկինք չի հելնելու։ Մինչև մենք չապաշխարենք, չընդունենք ու մենք Տիրոջ հետ չքայլենք Սուրբ Հոգով, վերստին ծնունդ չունենանք, երկինք չենք մտնելու։ Եթե այսօր կերպարանք կա մեր վրա, թող այդ կերպարանքը ընկնի ավելի լավ ամոթենք, ամոթ զգանք, ապաշխարենք ու իրոք վերստին ծնվենք, քանց թե մենք մեզ խաբենք ու մենք մեզ համոզենք այլ բան։ 10 կույսերը իզուր է բացում եմ 10 կույսերը օրինակ տվեց լրի պատրաստության մասին էր խոսքը 5-ը հիմար 5-ը իմաստուն 10-ն էլ իրանց լապտերում ունեին չէ յուղենանք է մի քիչ կար բայց այս սրանք ավելնորդ յուղ էին առել Ինչքան է թմրած վիճակը այսօր, բայց Աստծո սուրբերը, Սուրբ Հոգուց վերստին ծնվածները, նրանց մեջի կրակը երբեք չի հանգում, նրանք ամեն ժամանակ լույս են տալիս, նրանք սպասում են Տիրոջ վերադարձին, թեկուզ ընգնեն, Տերը 7 անգամ էլ ընգնեն, Տերը սրանց կբարձրացնի, որտև սիրտները ուղիղ է Տիրոջ հետ, Մարմինը միգուցե տկարանա, պակասի ընգնի, բազումս անգամ օրինակ եմ տվել, շատ եմ ընգել, տկարացել, բայց մի բան հոգիս հոժարա և փափագում է, և Տերը 7 անգամ է իրանները ընգնեն, դարձյալ կբարձրացնի։ Եկեղեցի եկեք ոտքի վրա, պատվենք մեր Տիրոջ ներկայությունը ու փառք տանք այսօրվա մանանայի համար։ Սուրբ Հոգի Աստված իմ շնորհակալ եմ Տերես խոսքը, որ փոխանցեցիր մեզ, անհատական ամեն մեկի Սուրբ Աստված իմ